Կյանքում փնտրում եմ մի աղջիկ բլոնդ թե սևուկ կարևորը օջախի աղջիկ լոս ես թե նալջիկ ռուս ես թե տաջիկ բոլորը ման են գալիս օջախի աղջիկ նա կարա լինի Արնախում ինչպես ճղճիկ բայց կարևորը լինի օջախի աղջիկ խաչիկը վաճիկը քաջիկը ինքյացման կգան միայն թե հասնեն օջախի աղջկան օջախի աղջիկ սիրունիկ աղջիկ օջախի աղջիկ սիրուն աղջիկը դուն եգուր հոս քեզ կտանեմ ես եգի բտոս որ տաս գոնե ինձ մի պաչիկ խորոտիկ օջախի աղջիկ սիրուն աղջիկը դուն եգուր հոս քեզ կտանեմ ես եգի բտոս որ տաս գոնե ինձ մի պաչիկ խորոտիկ օջախի աղջիկ Սուսեք լավ սկսվավ Միտեղ բարի լույս, միտեղ բարի օր, միտեղ բարի երեկո տիկնայք և շաբաթը մեկ լողացողներ։ Անկախ օրվա վայրից և ժամից կոֆե կոլան երբեք չի խանգարում։ Եվ այսպես, այսօր սկսում ենք օջախի աղջիկը մրցույթի երրորդ որոշիչ փուլը։ Այսօրվա մրցույթային օրը նվիրված է լինելու ինտելեկտին։ Այսօր գնահատելու ենք մեր աղջիկների մտքի թռիչքը և կրթվածությունը։ Իդեպ նախորդ մրցույթների արդյունքում Իզապեյշնը և Ռուդի Բյութին ունեն հավասար միավորներ։ Իսկ մեր աղջիկների կեցվածքը գնահատելու են հարգարժան ժյուրիի անդամները։ Ողջունեք ոճաբան և դիզայներ Արայիկ Գաբաջան և Նաիրա Նիազյան։ Բնականաբար այս պահին մեզ հետևում է մեր փեսացուն Թոմաս Շելարայանը։ Իսյուզին ինչ եղավ է։ Լավ մի անհանգստացեք անպայման կգա։ Ռուդի, աղջիկներին ասելու բան չունես։ Աղջիկներ իրականում կապ չունի այսօրով կհաղթի։ Կարևորը իմ առջև հիմա իսկական լեդիներ են կանգնած։ Մի բան կա, որ կուզեմ ձեզ ասել։ Երեխեք իրականում Կալբաս Սամոնը ու Մինասյանը պայմանավորվել են իրար հետ, որ Սյուզին հաղթի։ Դե ես էլ մտա այդ գործարքի մեջ։ Բայց ես ձեռքերս լվացել եմ, քանի որ ձեզանից այսպիսի գեղեցկուհիներ եմ կերտել։ Իհարկե ձեր ուժերով։ Կարևորը դուք այսուհետ միշտ հաջողությունների հասնեք ու միշտ լինեք երջանիկ։ Իսկ Ես էլ երեկվա ինձ գտել ու հասկացել եմ իմ երջանկությունը։ Սերն իսկական այս է որ կա։ Բալեքս, բա եփ ենք գալու ձեր հարսանիքին, նվերի փոխարինել ռեստորանի աթոռի փողը ծրարի մեջ բերենք։ Դե դրա մասին դեռ շուտ է խոսելը։ Մենք լվոր ինստագրամով ենք գրվում, կասենք։ Աղջիկներ, սովորել եք հարցերի պատասխանները։ Հա, լսի, այդ ոնց կարողացար պատասխանները վերցնել։ Դե, էդ էլ ոնց որ արդեն իմ պրոֆեսիոնալիզմն է։
Վայ, շատ շնորհակալ եմ, որ իմ կյանքը փրկեցիք։ Շատ շնորհակալ եմ։ Կներեք, դուք երեկվա բարի մրցույթի մասնակիցը չեք։ Այո։ Շատ շնորհակալ եմ, ինչով կարող եմ ձեզ երախտապարտ լինել։ Վիվիեն, դու հզոր ես։ Ուղղակի հիշողությունս այդքան հզոր չի, որ կարողանամ հարցերի պատասխանները հիշեմ։ Դու որ մի բան մոռանաս, կարում քեզ կհուշի։ Այս պահին մեր սթրիմին են միացել 50,000 հոգի եւ մենք վարկյաններ անց կսկսենք օջախի աղջիկ մրցույթը։ Սյուզին լրիվ Snoop Dogg-ի համերգն է։ Մեռանք սպասելով չկա։ Կարևոր է այնպես անեք, որ ամբողջ աշխարհը ձեզանով հիանա։ Մնում է հասկանանք Սյուզին ինչ եղավ։ Սյուզի ուր ես։ Ռուդի, ես չեմ մասնակցում մրցույթին։ Ավելի կարևոր գործեր ունեմ, գնում եմ Մինասյանի սենյակ։ Առանց ինձ մասնակցեք։ Սյուզին չի մասնակցում։ Ոնց չի մասնակցում։ Ինչու։ Ինձ գիտեի, որ մի բան թարսա գնալու։ Լսի իզուր չի էլի, որ երազիս քերակինս ինձի ձախ ձեռով ջուր տվեց։ Լավ, հանգիստ, դուք ձեզանով էլ շատ ուշ եղեք։ Դուխով կբարձրանաք բեմ ու կշշեք։ Դե ինչ սկսում ենք մեր ինտելեկտուալ փուլը։ Եվ առաջինը այստեղ եմ ուզում հրավիրել Ռուդի Բյութիից Հրաչուհի Լևոնովնային, դիմավորեք։ Isafation-ից հրավիրում ենք այստեղ գեղեցկուհի լային, համեցեք։ Եվ այսպես առաջինը կսկսենք լալայից։ Պատրաստ եք։ Մի լարվեք։ Ձեզ կտանք բլից հարցեր։ Գնացինք։ Որն է հայոց այբուբենի 16-րդ տառը։ Հե՞։ Ճիշտ է, հ։ Այո, ծափարությունն է։ Մի լարվեք, եթե որևիցե հարցի պատասխան չիմանաք, կասեք, կանցնենք։ Լավ։ Հաջորդ հարցը։ Սև ու սպիտակ կչխակավոր կենդանի, որը հիմնականում գտնվում է Աֆրիկյան սավանայում, ու ըստ ճանապարհատրանսպորտային կանոնակարգի, երբ լուսափորի կանաչ գույնի ժամանակ հանդիպում ենք այդ կենդանուն, ինչ պետք է անենք։ Անցնենք։ Անցնենք, ճիշտ է, պետք է անցնենք, խոսքը զեբրայի մասին էր։ Զեբրային երբ փողոցում տեսնում ենք, պետք է անցնենք։ Բրավո, շարունակեք այս տեմպով։ Եթե հանկարծ հաջորդ հարցն էլ չիմանաք, կարող եք ասել սա էլ կանցնենք։ Սա էլ կանցնենք։ Հաջորդ հարցը։ Ինչ էր գրված Սողոմոն իմաստունի մատանու վրա, որը ուրախ ժամանակ կարդալուց տխրում էր, իսկ տխուր ժամանակ կարդալուց ուրախանում էր։ Սա էլ կանցնենք։ Ճիշտ է, սա էլ կանցնի, հենց դա է գրված Սողոմոն իմաստունի մատանում։ Եվ այսպես հաջորդ հարցը։ Ինչ գանգատներ է ունենում պացիենտը բրոնխոէկտազ հիվանդության ժամանակ։ Ճիշտ է, չեմ հավատում, ճիշտ է, հազում է, բրոնխոէկտազ հիվանդության ժամանակ հազում է, լավ է ամեն ինչ, լավ, և այսպես հաջորդ հարցը։ Պարոն հաղորդավար, կարող եմ մեկ հարցել ես տալ։ Իհարկե կարող եք։ Լալա, կարող եք նշել Մեծն Դաստոևսկիից մեկ ստեղծագործություն։ Ողջի, բայց դու ինչ քեշ ես։ Ապուշ։ Բրավո, իրոք որ բրավո, այո։ Isafation-ից լալալալան պատասխանում է բոլոր հարցերին ճիշտ, իսկ հիմա անցնենք Ռուդի Բյութիից Հրաչուհի Լևոնովնային։ Սակայն ասեմ, որ ձեր հարցերը լինելու են ոչ թե բլից ոճի, այլ ավելի խոհապիլիսոփայական։ Մենք գնահատելու ենք ձեր մտքի թռիչքը։ Պատրաստ եք։ Ես միշտ պատրաստ եմ։ Գնացինք։ Ըստ անգլիացի գրող Ֆրենսիս Բեյքոնի, կխնդրեի Ֆրենսիս Բեյքոնին չխառնել մեր գործընկեր Բեկոն մսամթերքի հետ, որը 30 տարի է արդեն շուկայում է։
եւ այսպես հարցը։ Ըստ Ֆրենսիս Բեկոնի, ինչն է կրկնապատկում ուրախությունը ու ինչը կիսով չափ պակասեցնում վշտերը։ Գանձս, անկախ ամեն ինչից մենք մի թիմ ենք։ Ինչ անում եմ, ետևիցս կրկնիր։ Կյանքի տարբեր փուլերում երջանկությունը կրկնապատկում եւ վշտերը պակասեցնում է ընկերություն հասկացությունը։ Մարդն առանց ընկերների միշտ վշտի մեջ է, իսկ ընկերներով լի մարդը երբեք վշտի մեջ չի լինում։ Ֆրենսիս Բեկոնը նկատի է ունեցել այդ ընկերությունը։ Իսկ որ ընկերությունը։ Մարդկային ընկերությունը։ Ապրիշուրիկս։ Друзей денег не бывает много։ Եվ պատասխանը սխալ է։ Ոչ, Բեկոն ընկերությունը, որը սոված ժամանակ եւ բոլոր խնջույքների ժամանակ ավելացնում է ուրախությունը եւ պակասեցնում վիշտը։ Պատասխանը սխալ էր եւ այս փուլում հաղթող է ճանաչվում Լալան։ Ես ձեզ շնորհավորում եմ։ Բրավո, ապրեք։ Եվ այսպես անցնենք հաջորդ փուլին։ Բարև Մինասյան։ Յա, Սուզո ջան, ես դու մրցույթի չես ապե։ Ավելի կարևոր բաներ կան։ Մինասյան, ուզում եմ խոսենք այս վերջին շրջանում մեզ հետ տեղի ունեցած անհաջողությունների ու առհասարակ մեր աղջիկների հետագա ճակատագրի մասին։ Ես պարզել եմ, որ մեր դեմ դավերնյութողը Իզաբելլան չէր, այլ ներսից ինչ-որ մեկը։ Ներսի մարդը, հա։ Արա, հաստատ է Նավակյանն արած կլի։ Դժվար։ Արա, հաստատ է Եգիպտոսի են սիվտակ մազերով շելարայանն արել։ Էդ էլ չէ։ Թրամփն է արել։ Սաղ ինքն է խառնել իրար։ Թրամփն է մեղավոր։ Էս այն սոսինձը չի, որը բարի մրցույթի օրը քսել էին կոշիկներիս տակ։ Մինասյան, ինչ գործ ունի սա քո սենյակում։ Վայ բալես, հանկարծ չնեղվես, այն քաչալ շունը կողմնապահություն արեց, հաստատ սիրուն մազրի տանախանձ է։ Այդ մրցույթը հեչ, կարևորը մեր ընկերությունն է, Լևոնովնաս։ Ու քո պատասխանը մեր ընկերության մասին էր։ Երեխեքս չենք ընկճվում։ Հեսա հասոս հելնելու է ու միավորները հետ բերի։ Դե ինչ մեզ մոտ հաջորդ փուլն է, որտեղ հանդես են գալու Հասմիկ Կարիչ Կարապետյանը եւ Լիլի։ Համեցեք։ Դե կարող եք նստել։ Ինչքան պետքա նստել ենք։ Սկսենք։ Հետաքրքիր պատասխան։ Սկսենք։ Առաջինը սկսում ենք Լիլիից։ Լիլի, եթե ինչ-որ հարցի պատասխան չիմանաք, կարող եք ասել հաջորդը։ Հաջորդը։ Դե եթե հասկացաք, կարող ենք սկսել։ Բժիշկը պացիենտին ճանապարհելուց հետո ինչ է ասում։ Հաջորդը։ Ճիշտ է։ Երգչուհի Ալլա Պուգաչովան ամեն անգամ ամուսնալուծվելուց հետո ինչ է ասում։ Հաջորդը։ Ճիշտ է։ Որքան է 60 վայրկյանը։ Մի րոպե։ Այո, ճիշտ է։ 60 վայրկյանը մի րոպե։ Այո։ Այո, պատասխանը նույնպես ճիշտ է, որովհետև իմ հարցն էր, որն է ոչի հականիշը։ Ջան։ Ջան։ Ջան, պատասխանը նույնպես ճիշտ է, որտեղ հաջորդ իմ հարցն էր Քրիստիանո Ռոնալդոն գեղեցիկ ինչ ունի։ Ջան, պատասխանը ճիշտ է եւ նա 5 հարցից 6-ին ճիշտ է պատասխանում։ Ջան։ Իսկ հիմա անցնենք ձեզ, Կարիչ Հասմիկ։ Հարցը. անվանեք այն կարևորագույն երևույթը, որը ըստ Սերվանտեսի ճկվում, բայց չի կոտրվում։
Իսկ ըստ հայկական բակային դիցաբանության հիվանդանում, բայց չի մահանում։ Ինչի մասին է խոսքը։ Ուրեմն ասեմ, ես կյանքի աղջիկ եմ ու փողոցին լավ քաջատեղյակ, ու այս հարցի պատասխանը ճիշտն է։ Ընդունում ենք պատասխանը։ Չէ, մի ընդունեք։ Ես վերջին 1 ամսվա ընթացքում հասկացել եմ, որ ճիշտը կարող է հիվանդանալ, բայց չմահանալ։ Ու բոլոր խոչընդոտները հնարավոր է հաղթահարել սիրո միջոցով։ Սերը ճկվում է, բայց չի կոտրվում։ Պատասխանը սխալ։ Պատասխանը սխալ է, թե ճիշտ ինքներդ կարող եք որոշել։ Բայց հիմա ինչքան մարդ է նայում։ Մոտ 50,000 հոգի։ Սիրելի 50,000 հոգի։ Գտեք ձեր սիրուն, սիրեք իրար ու սիրված եղեք։ Կարի չասո ճիշտ խոսքեր։ Մայա ձևս կա։ Արմյանկա։ Սկզբից էլ գիտեի, որ խարդախի մեկն ես Մինասյան։ Սուզո ջան, մեկ ես աշխարհում էլ արդար մարդ չկա։ Ուրեմն լսի, պապատ ասել էր, որ ես նենց անեմ, որ դու պսակվես Շելարայանի հետ։ Ես է փողի դիմաց, նենց պիտի անեի, որ դու հաղթես այդ մրցույթը։ Հետո մտածեցի արհարը մի վարքան անե, բավոր այդ մրցույթը Զաբելի երեխեքը կրեն։ Ու դրա համար մտա հանցավոր գործարքի մեջ Զաբելի հետ, որ սենց տենեց իմ շահը պահեմ, հասկացար։ Ու այդ կանձից աներ քոքելը, Լևոնովնայի ակնոց գողնալը, ու այս կոշիկի կլեյը, այս տղեն արել։ Ավակյանն էլ կա քո այդ նենգությունների մեջ։ Չէ, Ավակյանը այդքան խելք չունի, իմիջայլոց։ Որ զուգանի մեջ էր մնաց, այդ զուգանի դուրը այս տղեն էր պակ է։ Ահա, ես է քո սիրահարված պինգվինը։ Ալո, ալո եմ։ Մինասյան, ես գործից դուրս եմ գալիս։ Հա։ Որոշել եմ գնամ իմ սիրո հետևից։ Ես մատանին էլ վերցրել եմ, որ Սյուզեին ամուսնության առաջարկություն անեմ։ Ինչ սիրուն մատնիսա։ Հա, հələ նայ Սուզոնա։ Դվայ հասիկո բալես ապրես, սաղ տիկտոկը քո կտավներն է վռում սիրո մասին։ Հիմա Շելարայանը ամենաշատը քեզ կհավանի։ Ռուձի, իմ համար ամենալավ Շելարայանը դու ես։ Քրեր, անձի ոգևորեք, մոյզ ոզնիչաս, նաստալ։ Մայրիկս, քեզ տեսնեն գնում ես և մի լավ դնգստում ես նրանց։ Գնացիր մայրիկ։ Օգնեցեք, օգնեցեք։ Ավակյանի հարցը վերլուծվավ։ Ուզում էր քեզ ամուսնության առաջարկություն անել։ Արաշատ պինգվինն է էլի։ Ուզում էր ես մատնիքը։ Մատիտ դներ, որ մատիկը։ Գիտես չէ, որ ես ընթացքում ես ես չխանգարեի։ Արա հմիկ մի երկու հատ երեխա պիտի ունենայիք։ Բայց մտես ես շախմատիստը ինչ անում։ Չէ, են կինոդարանի շախմատիստը չէ։ Այս շախմատիստը շատ դուր շախմատիստ է։ Կալբաշ ջան, ցավը տանեմ պրոբլեմի մեջ ենք։ Էլ Ավակյանը օգնականս։ Ուրեմն փողերիդ մասին իմացել է, աղջկատ փախցրել է, ու մատնիսն էլ դրել է մատին, յանի մեր կնիկն է, էլի։ Ցավը տանեմ մի բան արա դրանց գտնենք էլի։ Էդի մուժերից վեր է։ Դե
ինչ մրցույթային վերջին օրվա վերջին փուլն է եւ այստեղ է Ruzi Beauty-ից Ռուզաննան եւ Iza Fashion-ից Vivienne-ը։ Պատրաստ եք։ Այո։ Դե ինչ անակնկալ սև արկղ։ Այս սև արկղում գտնվում է ինչ-որ մի թանկ առարկա։ Ըստ ձեզ, ինչ է սև արկղում։ Պատասխանում է Iza Fashion-ից Vivienne-ը։ Так, եթե սև ящիկ է, ուրեմն թանգանոց է։ Եթե թանգանոց է, ուրեմն նոր է։ Եթե նոր է, ուրեմն ռեստայլինգ արած է։ Так, քաղաքում ռեստայլինգ արած թազա ящикով էր քշում։ Так, Աբուլիկը քշում էր մակլարեն, Ծյամիկը քշում էր ռենջ։ Ռեստայլինգ արած թազա ящик Սամվելն էր քշում, բայց Սամոյի ящիկի մեջ ամենաթանկը ուստանովկեն էր, այսինքն դուրս է գալիս, որ սև արկղի մեջ ուստանովկա է։ Չէ, բայց Սամվելի ящիկի մեջ ամենաթանկը Սամվելն էր։ Ճիշտ է։ Սև արկղում Սամվելն է։ Դե ինչ ձեր պատասխանը ընդունված է, իսկ այժմ ձեր պատասխանի հերթն է։ Ըստ ձեզ, ինչ է սև արկղում, որը ամենաթանկն է։ Ես կարծում եմ, որ կյանքում ամենաթանկ բանը դա ժամանակն է։ Որովհետև մենք ժամանակը ոչ ոսկու դիմաց կարող ենք ստանալ, ոչ էլ փողով առնել։ Էնպես որ մենք պետք է հասցնենք այդ կարճ ժամանակում կատարել մեր բոլոր երազանքները, հասնել մեր բոլոր նպատակներին, լավ կրթություն ստանանք, ու ես կարծում եմ, որ ամենակարևորը դա ձեռք բերել մեզ համար շատ հարազատ ու կարևոր մարդկանց, ու այնպես անենք, որ այս կարճ ժամանակում մնանք կողք կողքի։ Մայրիկ, ամրես։ Այնպես որ ես կարծում եմ, որ այս արկղի մեջ ժամացույց է։ Ճիշտ ասում։ Շատ հետաքրքիր պատասխան էր։ Ասես, շատ հետաքրքիր պատասխան էր։ Մեռնեմ քեզ, ընձի ինչ տակ։ Երկու պատասխաններն էլ ընդունված են, իսկ այժմ եկեք բացենք սև արկղը։ Եվ այսպես սև արկղում գիրք էր։ Ճիշտ պատասխանն է գրականություն։ Վայ, ящիկի մեջ Սամվելը չէր։ Հնարամտորեն Iza Fashion-ի Vivienne-ը ճիշտ է պատասխանում, քանի որ իմ ձեռքում է գտնվում Ռաֆու Սամվել գիրքը, Սամվել, ճիշտ է։ Դե ինչ ավարտվեց օջախի աղջիկ երկար սպասված մրցույթը, իսկ այժմ եզրափակիչ խոսքը տրամադրում ենք ժյուրիի անդամներին։ Շնորհակալություն բոլորին այս ամենի իրականություն դարձնելու համար։ Եվ այսպես, ամփոփելով մրցութային 3 օրերի արդյունքները, հաղթող է ճանաչվում Iza Fashion-ը։ Դե ինչ շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին եւ այստեղ ենք հրավիրում Iza Fashion-ի գործադիր տնօրեն Իզաբելլա Ադամովնային։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կիսվեք ձեր տպավորություններով, խնդրում եմ։ Ես միայն մի բան կարող եմ ասել, որ հաղթանակները հեշտ չեն տրվում։ Հրաշալի էր ասված։ Իսկ կարող եք ասել ձեր fashion ստուդիայից, որ գեղեցկուհին է դառնալու Շելարեյանների ընտանիքի հարսիկ։ Հարսիկը ձեր առջև կանգնած է։ Ոնց թե։ Այո։ Մեր թիմը որոշեց առաջադրել ինձ։ Բայց դուք չեք մասնակցել մրցույթին։ Պայմանագրում կետ կա, որ ստուդիան կարող է առաջադրել իր թիմից յուրաքանչյուրին։ Մեր թիմը որոշեց, որ դա կլինեմ ես։ Դե ինչ, մենք հարգում ենք ցանկացած պայմանագիր եւ այսպես օջախի աղջիկ է ճանաչվում Իզաբելլա Ադամովնան։ Իսկ հիմա այստեղ եմ ուզում հրավիրել մեր փեսացուին։ Նրան սպասել են բոլորը։ Նրա սրտի համար տասնյակ մոդելային ընկերություններ հասել են Եգիպտոս։ Նա դետալներով ամբողջ ընթացքում հետևել է մրցույթին։ Դիմավորեք օջախի աղջիկը մրցույթի արքայազն Թոմաս Շելարայան։ Ոչ մեկը չշարժվի, բոլորը տեղում։
Եգիպտոսի սպիտակացյունիկը չի։ Այս տաքսի շոֆերը ստեղ ինչ է անում։ Ես հատուկ անվտանգության ծառայության աշխատակից եմ։ Երկար ժամանակ իմ թիրախում է հայտնվել Գաղութի պետ Մինասյանը, իր կաշառքներով եւ կատարած խարդախություններով։ Եգիպտոսում հասկացանք սև գործարքների մեջ է մտել Մինասյանը։ Իսկ Երևանում նրա խարդախություններին խառնվեցիք նաեւ դուք։ Այդ իսկ պատճառով դուք ձերբակալված եք, Իզաբելա Ադամովնա։ Բայն գաղութից փախածները։ Բամենք։ Այս ամբողջ ընթացքում աղջիկների հետ եղել է Սյուզին, ով համաձայնվել է հետներս համագործակցել մինչև կալանավորվելը։ Եվ բավականին լավ ազդակներ է փոխանցել աղջիկների մասին։ Այդ իսկ պատճառով աղջիկները համաներումով ազատ կարձակվել։ Կներեք էլի, իսկ ինձ չեք պատժելու։ Ոչ, ձեզ չենք պատժելու։ Ձեզ կյանքը արդեն պատժել է։ Իսկ իրական շելարայանը որտեղ է։ Մենք երկար ժամանակեման ենք գալի իրական շելարայանին։ Հերթական անգամ դուրս պրծավ մեր ձեռքից։ Բայց մենք ձեզ անպայման կգտնենք, պարոն Շելարայան։ Իսկ օջախի աղջիկը օպերացիան այսքանով համարում ենք փակված։ Տղեկ գնացինք։ Մի րոպե։ Իզաբել, դա քեզ շատ է։ Ես կա պայքար ես սրա համար ենք անում։ Ով աշխատի նա կուտի։ Ինչ է կատարվում, արես։ Ալո։ Ստյոպիկ ո՞նց ես։ Լավ, Սյուզ, դու ո՞նց ես։ Երջանիկ, իմացել եմ քո իրական զգացմունքների ու այսօրվա ամուսնության առաջարկության մասին։ Ու համաձայն ես։ Արի սենց չասեմ, արի գամ մոտիկից ասեմ, լավ։ Դզեց, արա, ոնց որ ասում գուսան արմոն, հարսանիք է լինելու, քեֆից քեֆ չի պաքսելու, ու ես գիշեր անուշ, և... Ստյոպիկ։ Ստյոպիկ։ Սիրուն աղջիկը դու ես